Օրինագիծը, որը պարտադրում է տեսալսողական մեդիային նշել, որ բովանդակությունը ստեղծվել կամ փոփոխվել է արհեստական բանականության օգնությամբ, առայժմ չի տարածվի ինտերնետային տիրույթի վրա։ Այս մասին ապրիլի 7-ին խորհրդարանի արտահերթ նիստում տեսալսողական մեդիայի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նա բացատրել է, որ առաջիկա ամիսներին կառավարությունը խորհրդարանին կներկայացնի մի օրինագիծ, որն ավելի լայնորեն կկարգավորի այս ոլորտը։ Հայրապետյանը հստակեցրել է, որ առաջարկվող նախագծով տեսանյութերի դեպքում նյութերի սկզբում եւ վերջում պետք է գրվի, որ տեսանյութը գեներացվել է արհեստական բանականության միջոցով։ Աուդիոնյութերի դեպքում սա պետք է հայտարարվի որոշակի ծրագրի կամ բովանդակության սկզբում եւ վերջում, հավելել է նա։ Նախարարը վստահեցրել է, որ բովանդակության մոնիթորինգի ժամանակ հեռուստաալիքների նկատմամբ տարբերակված մոտեցում չի կիրառվի։ Հայրապետյանը բացատրել է, որ մոնիթորինգը կիրականացվի նաև հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կողմից ստացված ազդանշանների հիման վրա։ Բազմազավակ ընտանիքներին բնակարանային հասանելիության ապահովման նպատակով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել 6 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը եւ ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ Այն հնարավորություն է տալու բազմազավակ ընտանիքներին Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրերում ձեռք բերել բնակարան կամ կառուցել տուն 100% սուբսիդավորմամբ։ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026 թվականի հունվար-փետրվարին Հայաստանի Հանրապետության հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 27 միլիոն 369 հազար դրամ։ 2025 թվականի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 4.5%-ով։ Մասնավորապես ռադիոծրագրերի կազման եւ հեռարձակման ոլորտում գրանցվել է աճ 2.1%-ով եւ հասույթը կազմել է 244.4 միլիոն դրամ։ Հեռուստածրագրերի կազման եւ հեռարձակման ոլորտում հասույթը նվազել է 1.3%-ով եւ կազմել 1 միլիոն 384 հազար դրամ։ Հեռահաղորդակցության ոլորտում գրանցվել է աճ 4.8%-ով, իսկ հասույթը կազմել է 25 միլիոն 739 հազար դրամ։